Բարև ձեզ սիրելի դիտողներ, բարև ձեզ հայ քալիքի հարգելի բաժանորդներ։ Այսօր հերթական վերլուծությունը կլինի անշարժ գույքի շուկայում վերջին իրադարձությունների և անշարժ գույքի շուկայում կանխատեսվող գների փոփոխության դինամիկայի վերաբերյալ։ Հայ կալիքի եթերում իմ կողմից մի շարք տեսանյութերով այդ տեղեկություններն ու վերլուծությունը հրապարակվել է, ուստի տրամաբանական է, որ դա պետք է շարունակական լինի, դա կարևոր հարց է մեր ժողովրդի համար, մեր քաղաքացիների համար և շարունակական, այո, պետք է այդ հարցը մեկնաբանությունների կարիք ունի և մեկնաբանությունները վերլուծությունը պետք է հրապարակվի։ Երբեմն կարող է դա լինել ամեն շաբաթյա հաճախականությամբ և կարող է լինել ամիսը մեկ անգամ, քանի որ փոփոխությունները երբեմն արագանում են, երբեմն դանդաղում են։ Այժմ անշարժ գույքի շուկայում սպասվող փոփոխությունները և կանխատեսվող զարգացումները կապված են մեր երկրի ներքին կյանքով և մեր երկրի շուրջ տեղի ունեցող հնարավոր զարգացումներով, տեղի ունեցող արդեն իսկ իրավիճակով, բոլորիդ համար դա հայտնի է մեր հարևան երկրի հետ կապված այդ պատերազմական վիճակը, նկատի ունեմ Պարսկաստանի և մյուս մեր հարևանությամբ գտնվող երկրների Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը Հայաստանի ապագա զարգացումներին կամ դրանց հնարավոր բացառումը։ Հիմա կարող եք մտածել, թե ինչ կապ ունի դա ուղիղ անշարժ գույքի գների տատանումների կամ սպասվող զարգացումների հետ Հայաստանում և մասնավորապես Երևանում, բայց իրականում շատ մեծ կապ ունի և այլ վերլուծական տեսանյութով արդեն ես այդ ամենը կբացատրեմ ու կլինի դա այս տեսանյութի մեկնաբանությունում։ Հիմա շատ չեմ ուզում հարցը քաղաքական տեսանկյունից կամ աշխարհաքաղաքական փոփոխությունների տեսանկյունից մեկնաբանել, բայց կասեմ ինչ է սպասվում հեռանկարում։ Հայաստանի Հանրապետությունում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում ու երևանամերձ տարածքում, սխալ է ասել բնակավայրեր, որովհետև դա ավելի շատ տարածքներ են, որոնք որ եկել են և Երևանին են սերտ աճել կառուցապատման հետևանքով, անշարժ գույքի պահանջարկը միևնույն է առկա է, բայց գնողունակությունը մարդկանց չի բարձրացել և ապագայում, այսինքն մոտակա կես տարում մինչև տարեվերջ եկող տարի դժվարությունները շատ են լինելու, շատ ավելի մեծ դժվարություններ են լինելու Հայաստանի քաղաքացիների համար տնտեսական հարցերում և ֆինանսատնտեսական բնագավառում և դժվար է լինելու մարդկանց թանկ գներով, իսկ ներկայիս գները միևնույն է շարունակում է արհեստականորեն թանկ մնալ և այդ գներով վաճառքը դանդաղ է լինելու, մարդիկ հնարավորություն չեն ունենալու մեծ քանակությամբ քաղաքացիներ, ովքեր ունեն բնակարան ձեռք բերելու պահանջարկ, առաջարկվող գներով բնակարաններ կամ տներ ձեռք բերել։ Ուստի գնանկումը շարունակական լինելու է, գների նվազումը շարունակական լինելու է և բնակարաններն ու տները վաճառվելու են ավելի զերծված գներով, ավելի նվազ գներով։ Տեսնում ենք, որ պահպանվում է գների նվազումը ամսական $7,000-10,000, $200,000 անշարժ գույքի սեգմենտում, $200,000-220,000 անշարժ գույքի սեգմենտում,
օրինակ բնակարանը, որը ուզում էին վաճառել, ասենք 210,000-ով, հիմա առաջարկվում է 195,000-ով, հա, 2 ամիսվա ընթացքում 15,000 գնանկում է եղել եւ ավելի ցածր արժեքով բնակարանները ամսեկան էլի 5-ից 6,000 դոլար, այսինքն 100,000 դոլարանոց բնակարանները մինչև 5-ից 6,000 դոլար գների նվազում է լինում, իսկ դրանից ավելի ցածր արժեքով բնակարանները երկրորդական շուկայում 60-ից այդպես 80,000 դոլար արժողությամբ 2,000-4,000 դոլար ամսեկան գների իջեցում են կատարում մինչև եւ այստեղ պետք է արդեն գնորդը սա հաշվի առնելով առաջիկա դժվարությունները, որ սպասում են ֆինանսական եկամուտների առումով հայ ազգին, Հայաստանի քաղաքացիներին հաշվի առնելով հասկանա, որ ինքը բնակարանն է ձեռք բերում հիմա թե կես տարուց ինչքան է լինելու իր այսպես ասած շահը եւ եթե նա ամսեկան 2,000 դոլար նվազագույնը, հա, ամենաէժան բնակարան սեգմենտում ենք նայում, մինչև գնիչեցում կարող ունենալ, նշանակում է 6 ամսում 10-12,000 դոլար, մինչև նույնիսկ 15,000 դոլար կարող է գնիչեցում ունենա, օրինակ 70-80,000 դոլարանոց անշարժ գույքի պարագայում, սա եթե դեռ ֆորս մաժորներ մեծ չլինեն Հայաստանի հետ կապված, որի հնարավորությունը բացառված չի, եթե որևէ մի անշարժ գույքի գործակալ, անշարժ գույքի շուկայում վերլուծաբան ձեզ կբացառի մեր տարածաշրջանում ու մեր երկրում, չտա Աստված, ես էլ չեմ ցանկանում, բայց չեմ կարող բացառել, եթե ինչ-որ մեկը կբացառի ձեզ պատերազմական գործողությունների, ռազմական գործողությունների վերսկսումը, ուրեմն այդ մարդը կտրված է իրականությունից, նա կամ որևէ կերպ չի կարողանում իրականությունը հասկանալ ու պատկերացնել խորությամբ, կամ երկրորդ տարբերակը հատուկ կարող է սուտ մանիպուլյացիա անել, որպեսզի կեղծ ձևով ձեզ երաշխավորի ապահովություն, ստաբիլություն ու անվտանգություն այս ոչ կայուն, ոչ ստաբիլ, դժվար կանխատեսելի ժամանակներում, իսկ այդ ժամանակները 1-2 ամսում չեն հանդարտվելու, հակառակը տարածաշրջանը իր անկայունությունը պահպանելու է ցավոք սրտի մոտակա տարիներին ևս այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը եւ Հայաստանում ցավոք սրտի չեն իրականացվել դեռևս այնպիսի գործընթացներ, նկատի ունեմ ղեկավարների կողմից, պետության ղեկավարության կողմից, որոնք թույլ կտային մեզ ավելի ապահով ու անվտանգ զգալ, քան ասենք 1 տարի առաջ, 2 տարի առաջ կամ սրանից 5 տարի առաջ, հակառակը տարեցտարի Հայաստանի վերջի շրջանը եթե նայենք, վերջի 5 տարին, 6 տարին եթե նայենք, Հայաստանի համար անվտանգության եւ ապահով կայուն զարգացման հեռանկարը քիչ հավանական է դարձել, սա ես ցավով եմ ասում, ամենայն անկեղծությամբ, կարող եք այս ալիքում իմ կողմից հրապարակված այլ տեսանյութերում համոզվել դրանում եւ մենք քանի դեռ չունենք վիճակ, որ հզոր եւ անվտանգ պետություն ենք ստեղծել, ցանկացած այո տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները ռիսկեր են կրելու մեր համար։ Այսքանով այսօր այս տեսանյութը ամփոփենք, ես կրկնում եմ ավելի խորը վերլուծություն իրականացնեմ եւ մեկնաբանությունում կտեղադրեմ այսօր ում հետաքրքիր է անպայման կարող եք նայել եւ հասկանալ թե ինչ ռիսկերը կա Հայաստանի նկատմամբ եւ այն հեքիաթային պնդումները, որ Հայաստանում անշարժ գույքի գները հիմա կարող է բարձրանալ, որովհետեւ Իրանից մարդիկ գալու են այստեղ բնակարաններ, տներ գնել, որևէ կերպ
իրականության հետ աղերս չունի լուրջ, նախ Իրանում մարդիկ այդքան հնարավորություններ, որ ունենային Իրանից դուրս գալու եւ տներ գնելու, Հայաստանի տներն էլ էժան չեն, եւ մարդիկ մտածում են, թե էլ ավելի կթանկանան, այդպիսի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները, այդպիսիք, ովքեր այդպես մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն, կամ դուրս են եկել Իրանից, կամ կարող են ավելի, չգիտեմ, այլ երկրներում գնել, հա, նույն, չգիտեմ, արաբական աշխարհի այլ երկրներ կան, որտեղ հնարավոր է անշրջգույք ձեռք բերել հեշտությամբ եւ կձգտեին գնան հաստատ ավելի բարեկեցիկ եւ ապահովագրված երկիր, քան թե հիմա սպասել էին այսքան տարի ու պետք է գան ինչ որ Հայաստանում 200-250 հազար դոլարով բնակարաններ գնեն։ Սա ծիծաղելի է, սա լուրջ չի եւ չի կարող մեծամասշտաբ իրականություն լինել։ Այո, չեմ բացառում, կարող է 1-2 դեպքեր լինեն, որ գան այնտեղից այստեղ անշրջգույք ձեռք բերեն, եթե մինչև այս չէին եկել, միշտ էլ հեշտությամբ կարողացել են գան եւ մենք գիտենք, որ Պարսկաստանի շատ քաղաքացիներ Հայաստանում թե բիզնեսներ ունեն, թե անշարժ արդեն դեռ 90-ականներից սկսած հաստատվել են այստեղ, հա, բայց դա որ համատարած բնույթ կրի եւ չգիտեմ հազարավոր գնորդներ գան Հայաստան, այդպիսի տենդենս տեղի ունենա, ես դա իրատեսական չեմ համարում, սա հերթական հեքիաթն է, ինչպես որ անցյալ տարվանից, երբ որ Ռուսաստանում ավելի բարդ վիճակ էր, Կուրսկի մարզում, հա, Ուկրաինան ներխուժեց Ռուսաստանի տարածք, այդ անշարժ գույքի այսպես կոչված ոչ բարով գործակալները ասում էին, որ հարյուրավոր, հազարավոր ռուսներ են հիմա գալու այստեղ բնակարաններ գնեն, այդպես էլ դա իհարկե տեղի չունեցավ, ծիծաղալի էր, որովհետև Կուրսկի մարզում ապրող կամ Բրյանսկի մարզում ապրող ռուսներին, որտեղից 100,000 եւ ավելի դոլար խնայած գումար այս դժվարին վիճակում Ռուսաստանի, որ մի հատ էլ գային ու այստեղ այդ թանկ գներով բնակարաններ գնեն։ Ընդհանրապես պետք չի իրականությունից երբեք կտրվել եւ չպետք է Հայաստանի անշարժ գույքի շուկան, չկայացած շուկան, արհեստական ուռճացված շուկան, ցավոք սրտի, ես շատ ցավով եմ սա ասում, ես կուզենայի, որ մեր երկիրը, չգիտեմ, եվրոպական մի հրաշք երկիր լիներ, ինչպես չգիտեմ, ասենք Շվեյցարիան է կամ Ավստրիան է, հա, եւ մարդիկ ամբողջ աշխարհից ուզենային գային այստեղ անշարժ գույք ձեռք բերեն, մենք էլ շատ զարգացած ու բարեկեցիկ երկիր ունենայինք, բայց այդպես չի, ընդամենը Երևանի միակ բնակավայր լինելու, որտեղ մարդիկ քիչ թե շատ կարողանում են կյանքի ակտիվություն ունենալ եւ ապրել հանգամանքը նկատի առնելով, արհեստական պահպանելով Երևանում անշարժ գույքի գները արհեստական ուռճացվել էր եւ այլանդակ կառուցապատում է եղել Երևանում ու Երևանամերձ տարածքում։ Ինչևէ հետևենք իրադարձությունների զարգացմանը, շնորհակալություն ձեզ, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել Հայ Կալիքին եւ տարածել այս տեսանյութը, շնորհակալություն։